Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեղեկատվական անվտանգությունը եւ կիբերանվտանգությունը վաղուց միայն մասնագիտական ոլորտների խնդիրներ չեն։ Մեր ամենօրյա կյանքը սկսած սոցիալական հարթակներից մինչեւ քաղաքացիների մատուցվող տարաբնույթ ծառայություններ արդեն տեղափոխվում են թվային հարթակներ եւ այս առումով մեծացել է թվային հարթակներում անվտանգության ուրեմն անհրաժեշտությունը եւ այս առումով մեր բազմաթիվ աշխատանքների շրջանակում այսօր նաև հարցազրույց կունենանք ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Հայկ Մկրտչյանի հետ։ Ողջույն ձեզ, պարոն Մկրտչյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Մենք, ինչպես արդեն գիտենք, թվային հարթակներում անվտանգությունը դարձել է կենսական խնդիր մեր քաղաքացիների ամենօրյա կյանքի մարտահրավերներից է։ Ձեր կարծիքով ապատեղեկատվության եւ կիբերանվտանգության ոլորտները հաճախ տեսնում ենք այսպես մասնատվում են, տարանջատվում են, բայց դրանք հաճախ նաեւ մեկ միասնական հարթակում են հանդես գալիս։ Ինչ եք կարծում, այս ոլորտները, այս կիբերանվտանգությունն, ապատեղեկատվությունը որտեղ են հատվում եւ ինչպես պետք է տարբերակենք դրանց ուրեմն տարբերությունները։ Շնորհակալություն հարցի համար, իրականում շատ կարևոր հարցադրում է եւ կարևոր խնդիր է հենց դրա տարանջատումը, հասկանալ թե որտեղ են հատվում ապատեղեկատվությունը եւ կիբերանվտանգությունը։ Մի քանի տարի առաջ կամ տասնյակ տարիներ առաջ ապատեղեկատվությունը եւ կիբերանվտանգությունը լրիվ տարբեր ոլորտներ էին, այսպես ասած, մեկը թիրախավորում էր մարդու ընկալումները, այսինքն նրա մտածողությունը, երևույթների նկատմամբ խեղաթյուրում եւ այլն, երկրորդը նպատակ ուներ խաթարել օրինակ համակարգչային տեղեկատվությունը, տիրանալ համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը, սակայն մեր ժամանակներում հատկապես կարևոր է ընդգծել, որ այս երկու ոլորտները էապես փոխկապակցված են միմյանց հետ եւ առանց մեկը մյուսին հնարավոր չէ պատկերացնել։ Ճգնաժամային իրավիճակներում մասնավորապես պետության նկատմամբ անվստահություն սերմանելու, բնակչության շրջանում խուճ առաջացնելը շատ դեպքերում ուղիղ կերպով դրսևորվում է հենց կիբերանվտանգության դեմ ուղղված քայլերով եւ ապատեղեկատվության տարածելով, այսինքն այս երկու ուղղությունները սերտ փոխկապակցված են։ Պարզ օրինակ բերեմ, ենթադրենք իրավիճակ, կոտրում են լրատվական կայքերը, այսինքն դա արդեն կիբերանվտանգության խնդիր է եւ կոտրում են լրատվական կայքերը եւ այդ լրատվական կայքերում տեղադրում են այնպիսի հրապարակումներ, որոնք որ իրականությանը չեն համապատասխանում։ Այստեղ հիմնական նպատակը ապատեղեկատվության տարածումն է, ոչ թե լրատվական կայքերի կոտրելը, այսինքն այստեղ հատվում են եւ կարելի է ասել մեկ նպատակին են ծառայում։ Բնականաբար կան իրավիճակներ, երբ տեղեկատվական կամ կիբերանվտանգությունը առանձին կարող է հանդես գալ, ապատեղեկատվությունը առանձին հանդես գալ, երբ չեն օգտագործվում համակարգչային տեխնիկա։ Այո, հիմա մի քիչ ավելի մասնավորեցնենք անդրադառնալով Հայաստանի տեղեկատվական միջավայրին, ինչ միտումներ կան, ինչ առաջնահերթություններ կան այս տեղեկատվական միջավայրի դիմակայունության ապահովման համար եւ հիմնականում մեր երկրում անվտանգային տեղեկատվական անվտանգության ռիսկերը որոնք են, որ այսօր անհանգստացնում են եւ պետական մարմիններին եւ մեզ հասարակ քաղաքացիներից։ Խոսելով տեղեկատվական անվտանգության մասին, թերևս որպես իրավապահ մարմին, առաջնային խնդիրներից մեր համար հենց հանցագործությունների կանխարգելումն ու բացահայտումն է, հենց համակարգչային հանցագործությունների մասով տվյալ դեպքում, քանի որ օրեցօր հենց համակարգչային հանցագործությունները շատանում են եւ դա նորմալ է, որ այդ հանցագործությունները շատանում են, քանի որ համակարգչային տեխնիկան մեր առօրյայի անբաժան մասն է կազմում։ Օրինակ մի քանի տարի առաջ շատերը կոմունալ վճարումները իրականացնում էին արձեռն եղանակով, իսկ հիմա համակարգչային տեխնիկայի զարգացումը հնարավորություն է ընձեռել, որ օրինակ կոմունալ վճարումները, վարկերի վճարումները իրականացնեն առանց տանից դուրս գալու։ Բնականաբար սա չէր կարող վրիպել հանցագործների աչքից եւ հանցագործները իրենց ավանդական հանցագործության եղանակներից անցում են կատարել դեպի կիբերտիրույթ եւ հենց կիբերտիրույթի օգտագործումով են փորձում իրենց հանցավոր եկամուտները ապահովել։ Բնականաբար երբ հանցագործների, այսպես ասած, ներհոսք է լինում դեպի համացանց, դա լուրջ խնդիր է ստեղծում հասարակության շրջանում, քանի որ հենց թիրախները հիմնականում մեր քաղաքացիներն են, այսինքն այն հասարակ մարդիկ են, ովքեր որ ճունեն բավարար մակարդակի պատկերացումներ, թե ինչ վտանգներ նրանց կարող են սպառնալ համացանցում։ Կարևոր մարտահրավերներից է բնակչության շրջանում տեղեկատվական գիտելիքների, կիբերհիգիենայի տարական կանոնների ծանոթացնելը եւ այդ մակարդակի այդ գիտելիքների մակարդակի բարձրացումը, քանի որ միայն
այսպես ասած լրատվական միջոցներով եւ իրապահ ուժերի մարմինների ուժերի հնարավորություններով հնարավոր չէ արդյունավետ պայքար մղել նմանատիպ երևույթների եւ տեղեկատվական անվտանգության սպառնալիքների դեմ, քանի որ քաղաքացիները եւս պետք է կրթվեն, այսպես ասած, այս ոլորտի մասով, այսինքն երբ որևէ եղանակով նրանց մատուցվում է այս կամ այն հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն, ապա տեղեկատվության վերաբերյալ տեղեկատվություն, որ սա ապա տեղեկատվություն է, ապա մեր քաղաքացիները հատկապես հենց այդ հրապարակումներին պետք է ուշադրություն դարձնեն, դա նրանց հնարավորություն կտա էլ ավելի պաշտպանված լինել համացանցում։ Տեսեք, մի այսպիսի օրինակի վրա զրուցենք, վերջին շրջանում շատ էին տարածվում տարբեր WhatsApp հաշիվների, օգտահաշիվների կոտրելու եւ տարբեր նամակներ ուղարկելու դեպքերը, հատկապես պետական ծառայողների, պետական պաշտոնյաների շրջանում։ Ինչքանով է դժվար կամ ինչքանով է հեշտ, ինչ գործընթաց է դա ընդհանրապես, որ կոտրվում են օգտահաշիվներ եւ տարբեր նամակագրություններ են ուղարկվում։ Տեսեք, իրականում օգտահաշիվները չէին կոտրվում այդ հանցագործությունների պարագայում, այսինքն զերծարները որևէ եղանակով ձեռք էին բերում հայկական հեռախոսահամար կամ վիրտուալ եղանակով ձեռք էին բերում այդ հայկական հեռախոսահամարները, դրանցով WhatsApp հավելվածում գրանցում էին հաշիվներ եւ իրենց մոտ ունենալով որոշակի անձանց վերաբերյալ տվյալներ, թիրախավորում էին հենց այդ անձանց, այսինքն վերցնում էին X կազմակերպության անձանց ցուցակը ու ցավոք սրտի համացանցում բազմաթիվ են նմանատիպ տեղեկատվությունները, թե կոնկրետ անձինք որտեղ են աշխատում, ինչ աշխատողներ կա տվյալ կազմակերպությունում եւ օգտագործելով այդ կազմակերպությունում հեղինակություն ունեցող որևէ անձի լուսանկար տեղադրում էին այդ կեղծ WhatsApp-ն հաշվում եւ գրում էին մյուս աշխատակիցներին։ Այստեղ թերևս ամենակարևոր խնդիրը կանում է նա, որ շատ դեպքերում են քաղաքացիները, ովքեր չէին փորձում անձամբ բարձել տվյալ իրենց ղեկավարից, այսպես ասած, արդյոք այդ հաղորդագրությունը նա է ուղարկել թե ոչ, դառնում են հենց հանցագործության զոհ։ Եվ ներկայանում էին իրապահ մարմինների անունից հաղորդակցվում էին մեր քաղաքացիների հետ ռուսերեն լեզվով, օրինակ, կամ օտար այլ լեզուներով։ Այստեղ եւս խնդիր կա, քանի որ բազմաթիվ անգամ թե հեռուստատեսությամբ եւ թե մամուլով եւ թե մեր դպրոցական տարիներից սկսած ասվել է, որ մեր պետական լեզուն հայերենն է։ Դա ենթադրում է, որ պետական մարմնի աշխատակիցը չի կարող հաղորդակցվել քաղաքացու հետ այլ լեզվով, քան հայերենով, օրինակ, բայց չի բացառվում, որ հանցագործը տիրապետի հայերեն լեզվին։ Այստեղ կարևոր խնդիր է, երբ որևէ աշխատակից կամ որևէ անձ ներկայանում է պետական մարմնի աշխատակից եւ պահանջում է զգայուն տվյալներ, ապա դա արդեն պետք է մեր քաղաքացու համար ազդակ լինի։ Իրավապահ մարմինը երբեք իրավունք չունի պարտադրել քաղաքացուն, որպեսզի նա ասի իր բանկային հաշվի մնացորդները կամ իր բանկային հաշվի մնացորդներից գումարը դուրս հանի եւ փոխանցի արտասահմանյան օրինակ որևէ բանկային հաշվի։ Այսինքն սա եւ տեղեկատվական կիբերհիգիենայի տարրական կանոնների չիմացությունն է եւ այլ իրավական գործընթացների վերաբերյալ պատկերացումներ չունենալն է եւ եթե այս երկուսը գոնե որոշ չափով կարողանանք օգնենք մեր քաղաքացիներին լրացվի այդ գիտելիքները, կարծում եմ նմանատիպ եղանակով հանցագործությունները մեր հասարակության շրջանում տեղ չեն ունենա։ Այո, հիմա մի քիչ խոսենք արհեստական բանականության մասին, նաև շեշտը դնելով մեր զրույցի վրա։ Տեսեք, անդադ փոփոխվող զարգացող աշխարհում մեր մարտահրավերից մեկը դարձավ արհեստական բանականության նաև ներդրումը մեր կյանք եւ այսպես դրա արագ զարգացումը։ Դրա հետ մեկտեղ շատ են deepfake-երը, որ շատանում են, այսօր կեղծ լուսանկարները, տեսանյութերը շատ արագ տարածվում են եւ մարդիկ արդեն նույնիսկ չեն տարբերակում կեղծ իրականից, բայց այդտեղ շատ կարեւոր է, որ այդ տարական, այդ ձեր ասած կիբերհիգիենան մարդիկ կարողանան իրենց մեջ ունենալ եւ դրսեւորեն, բայց շատ հաճախ տեսնում ենք որևէ ինչ որ լուրջ ջանք չի պարտադրվում մարդուն խաբելու համար։ Այս առումով ինչ նոր ռիսկեր կան արհեստական բանականության ներխուժման պարագայում եւ ինչ կարող ենք անել մենք քաղաքացիներս։ Ցանկացած տեխնոլոգիական զարգացում ունի եւ իր դրական կողմերը եւ բացասական կողմերը, ցավոք սրտի արհեստական բանականությունը եւս այդ զարգացումներից մեկն է, այսպես ասած, եւ իրականում շատ լուրջ խնդիր է արհեստական բանականությունը դարձել հենց ապատեղեկատվության տարածման ոլորտում, մասնավորապես մեդիայում բազմաթիվ են դեպքերը, երբ տեղադրվում են
լուսանկարներ այս կամ այն երևույթների մասին, սակայն այդ լուսանկարները իրականությանը չեն համապատասխանում եւ արհեստական բանականության կողմից գեներացված են, անգամ միջազգային մամուլում կա տարածված նման դեպքեր, երբ օրինակ հրդեհների ժամանակ աշխարհահռչակ լրատվականները հրապարակել էին լուսանկար, որը որ ստեղծված էր արհեստական բանականության կողմից, այսինքն այն հիգիենայի կանոնները չպահպանելով չէին ստուգել տեղեկատվությունը եւ հրապարակել էին այդ լուսանկարները։ Ես այս մասով մեր քաղաքացիներին կհորդորեմ, որ զգայուն, անհանգստություն առաջացնող կամ նրանց վախեցնող կամ անգամ նրանց կյանքի պայմանները տասնյակ անգամ բարելավող խոստումների մասով իրականացնեն ստուգումներ։ Հնարավոր է իրենք տեսնեն տեսանյութ, երբ պետական որևէ կառույցի աշխատակից կամ կառավարության ներկայացուցիչ ինչ որ խոստումներ տա, բայց դա կարող է պատրաստված լինել արհեստական բանականության կողմից, այսինքն տեղեկատվությունը լսելուց հետո ցանկալի է ճշտել այդ տեղեկատվությանը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Իսկ այսօր բավականին հեշտ է հենց ապատեղեկատվությունը տարածել, բավական է մեկ տեսանյութ պատրաստել արհեստական բանականությունով, ընտանիքի անդամներից մեկը տեսնում է այդ տեսանյութը, չի փորձում պարզել, արդյոք դա իրականությանը համապատասխանում է իր մյուս մտերիմներին է զանգարմասում եւ այդպես հասարակության շրջանում շատ զգայուն տեղեկատվություն է տարածում, որը որ իրականությանը չի համապատասխանում։ Եվ այս համատեքստում տեսեք դուք խոսքը Ամերիկայում հրդեհների ժամանակ այդ տեսանյութի տարածման հրշեջը որ փրկում է կենդանիներին, հիմա նմանատիպ տեսանյութեր շատ հաճախ ավելի արագ են տարածվում, քան այն հերքումը կամ այն պարզաբանումը, որ գալիս է եւ պետական մարմիններից եւ կամ զանգվածային լրատվության միջոցներից։ Ինչ պիտի անենք, որ այս շղթան շատ արագ կոտրվի, քան միջև տարածվել է, միջև շատ քաղաքացիներին հասնելը։ Տեսեք, շատ արագ կոտրվելու մասով իրավապահ մարմինները, պետությունները անգամ ունեն որոշակի խնդիրներ, քանի որ այդ սոցիալական հարթակները, որտեղ որ տեղադրվում են այդ լուսանկարները, այդ տեսանյութերը, դա ուղիղ կերպով պետությունների ենթակայության տակ չեն գտնվում դրանք եւ իրավական գործընթացներ է պահանջվում նմանատիպ տեղեկատվությունները արգելափակելու, այդ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով, այդ իսկ պատճառով հաշվի առնելով, որ դա միջազգային համագործակցության ձեռքում է, այսպես ասած, եւ անհրաժեշտ է ունենալ շատ ակտիվ եւ արդյունավետ միջազգային համագործակցություն, այդ ուղղությամբ մեր իրավապահ մարմինները մենք պարբերաբար աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի հնարավորություն ունենանք հնարավորինս արագ կանխել ցանկացած ապատեղեկատվություն, որը որ կարող է խաթարել մեր հասարակության բնականon գործունեությունը, այսպես ասած։ Հիմա մի քիչ խոսենք Տավուշի մարզի մասին։ Տավուշի մարզը սահմանամերձ մարզ է եւ անվտանգային գործոններից զատ այստեղ նաեւ տեղեկատվական անվտանգության խնդիրներն են շատ։ Ինչ խոսելիություն ունի մեր մարզը ձեր գնահատմամբ եւ որ հիմնական միտումներն են հաճախ տարածվում Տավուշի մարզում։ Ընդհանրապես խոսելով Տավուշի մարզի մասին, ես կցանկանայի նաեւ մեր մյուս սահմանամերձ մարզերին անդրադառնալ, քանի որ սահմանամերձ մարզերը միշտ գտնվում են թիրախում, այսպես ասած, քանի որ սահմանամերձ մարզերում հենց ապատեղեկատվությունը տարածելը ամենաջուրին գործերից մեկն է, եթե համեմատականով վերցնենք, քանի որ վերջի շրջանում եւս մենք ուսումնասիրություններ ենք իրականացնել եւ հասկացել ենք, որ հենց թիրախում հայտնվում են սահմանամերձ մարզերը, տվյալ դեպքում Տավուշի մարզը բազմաթիվ անգամ հայտնվել է ապատեղեկատվության տարածման կենտրոնում եւ նպատակ են ունեցել քաղաքացիների մարզում ապրող բնակիչների շրջանում այնպիսի տպավորություն ստեղծել, որ պետությունը հոգ չի տանում նրանց մասին եւ այդ մարզում բնակվելը անվտանգ է, այսինքն կրկին օգտագործելով տեղեկատվական տարբեր համակարգեր, տարբեր սոցիալական կայքեր մեր քաղաքացիների շրջանում վախի մթնոլորտ են փորձել սերմանել, որպեսզի վերջիններս օրինակ լքեն իրենց բնակավայրերը։ Այս համատեքստում կրկին եւս ցանկանում եմ շեշտել, որ ցանկացած տեղեկատվություն, որ Տավուշի մարզի բնակիչը կարդում է բնակավայրի վերաբերյալ կամ տեղեկատվություն, որ պետությունը հոգ չի տանում իրենց մասին կամ իրենց
իրենց անհանգստացնող տեղեկատվությունների հետևից գնան, այսինքն փորձեն ողջել արդյոք իրենց կարդացած տեղեկատվությունը մարզին, գյուղին, համայնքին այդ տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Հնարավոր է նրանք կարդան տեղեկատվություն, որ պայմանական նշված համայնքում պետությունը չի պատրաստում որևէ օժանդակություն ցուցաբերել, պետությունը փորձում է այդտեղի դպրոցները քանդել, պետությունը մանկապարտեզներն է մտածել, որպեսզի փակեն, բայց դա իրականությանը չհամապատասխանի։ Եթե քաղաքացին չի ստուգում այդ տեղեկատվությունը, նա իրեն անպաշտպան է զգում եւ արդեն նրա մտքում առաջանում է, որ կարելի է մարզը լքել կամ երկիրը լքել, բայց տեղեկատվությունը եթե նա կարողանա ստուգել պաշտոնական աղբյուրներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ ժամանակ նրա մոտ հանգստություն կլինի եւ ապատեղեկատվական արշավները իրենց արդյունքը չեն ունենա։ Այս առումով մի լրացում ես անեմ, որպես սահմանամերձ հեռուստատեսություն, սահմանապահ հեռուստաընկերություն, շատ հաճախ ապատեղեկատվական այս շղթաները միջև տեղեկատվություն ստուգելը մեր քաղաքացիները շատ հաճախ չեն պատկերացնում, որ տեղեկատվություն ստուգելը մի փոքր ավելի ծանր, մի փոքր ավելի ժամանակատար գործընթաց է եւ կարելի է մի փոքր նաեւ աջակցել հեռուստատեսության եւ համապատասխան մարմիններին, որպեսզի այս շղթան արագ չտարածվի։ Այս առումով նաեւ կարեւոր է քաղաքացիների ներգրավումն, քաղաքացիների մասնակցությունը տեղեկատվության ստուգման, փաստերի ստուգման ոլորտներում։ Հիմա մի քիչ խոսելով մեր անելիքների մասին եւ որպես պետական համակարգ, որպես զանգվածային լրատվամիջոց, որպես քաղաքացիներ, յուրաքանչյուրիս անելիքը առաջնահերթությունը որն է, որպեսզի կարողանանք կիբերհանցագործությունների ուրեմն թիվը նվազեցնենք, չդառնանք դրա զոհը, որովհետեւ նաեւ շատ հաճախ տեսնում ենք պարզապես հասարակ քայլերի հետևանքով մարդիկ դառնում են հենց հանցագործությունների թիրախում, հանցագործների թիրախում։ Վարկեր են ձևակերպվում նրանց անուններով, տարբեր տեղեկատվություններ են տարածվում, ինչ կարող ենք անել մենք յուրաքանչյուրս։ Շատ լավ հարցեր իրականում, այստեղ թերևս հանցավորության դեմ տարվող պայքարում անելիք ունենք բոլորս։ Շատ են հնչում կարծիքներ, որ այ ոստիկանությունը չի կարողանում բացահայտի, ոստիկանությունը հապաղում է, բայց այդ նույն կարծիքները բարձրացնող անձինք երբեք իրենց հարց չեն տալիս։ Արդյոք ես որևէ քայլ արել եմ, որպեսզի օգնեմ իրավապահ մարմնին, չխոչընդոտեմ իրավապահ մարմնին։ Չէ՞ որ ոչ տեղին քննադատությունը խոչընդոտել է իրավապահ մարմնին, ինչ առումով, որ այն աշխատակիցը, որը որ իրականում աշխատանք է տանում, ինքը կարա դեմոտիվացվի տեսնելով, որ իր աշխատանքը որևէ օրինակ լրատվական ծառայություն փորձում է ցածրացնել, խեղաթյուրել իրականությանը։ Բնականաբար, երբ խոսքը գնում է հենց կիբերհանցագործությունների մասով, այստեղ տեղեկատվական արշավները շատ կարևոր նշանակություն են կանխարգելման առումով եւ այդ նպատակով մենք հենց օրինակ Telegram-յան հարթակում ստեղծեցինք կիբերոստիկանության ալիքը, որի միջոցով փորձում ենք մեր քաղաքացիներին տեղեկացնել մեր հանրապետությունում տարածում ունեցող այս կամ այն երևույթների մասին, կիբերհանցագործությունների մասին, որպեսզի հնարավորինս մեր քաղաքացիները զերծ մնան այդ հանցագործություններից եւ լրատվականների մասով կարող եմ ասել, որ լրատվականներն էլ կամ բազմաթիվ լրատվական կայքեր, լրատվական ծառայություններ, որոնք որ իրենց ավանն են ունենում կիբերհանցագործությունների կանխարգելման հարցով, նույն օրինակ ձեր հեռուստաընկերության մասով նման ֆորմատի հաղորդում կազմակերպելը եւս կանխարգելման որևէ քայլ է եւ որևէ օժանդակություն է թե մեր հասարակությանը, թե իրավապահ մարմիններին, որպեսզի բարձրացվեն այն խնդիրները, որոնք որ ունեն լուծման կարիք կամ օրինակ հանրությունը, քաղաքացիները տեղյակ լինեն այս կամ այն հանցատեսակի մասին։ Իսկ մեր քաղաքացիները պետք է ուշադրություն դարձնեն հրապարակումներին, այսինքն ցավոք սրտի շատ են լինում դեպքերը, երբ քաղաքացիները անգամ չեն ցանկանում լսել, թե ինչի մասին է խոսքը, եւ մինչև չեն դառնում հանցագործության զոհ, չեն սկսում հետաքրքրվել այդ ոլորտի տարածում ունեցող հանցատեսակներով, խնդիրներով, այսինքն հասարակություն, իրավապահ մարմիններ, լրատվական կայքեր, այդ փոխգործակցությունը պետք է լինի շղթայական։ Իրավապահ մարմինը բացահայտի խնդիրը, տարածում ունեցող հանցատեսակները, լրատվական կայքերը օգնեն դրանք բարձրաձայնելու աշխատանքներում քաղաքացին էլ ուշադրություն դարձնի։ Այսինքն այս շղթան եթե լինի բավականին մեծ,
ինչքան շատ քաղաքացի ներգրաված լինի, ինչքան շատ լրատվական մարմին ներգրաված լինի, ինչքան շատ կրթական հաստատություն ներգրաված լինի, այնքան ավելի պարզ եղանակով կատարվող հանցագործությունների թիվը կնվազի։ Մեդիագրագիտության տարածման այսպես նպատակը դա մեր աշխատանքային գործունեության կարևոր ուղղություններից մեկն է եւ այս առումով մեր քաղաքացիներին կարող եմ Առաջից օգտվելով եւս մեկ անգամ հրավիրել Տավուշ մեդիայի կայք, որտեղ կարող են մեդիագրագիտության շտեմարանում ծանոթանալ այն տարրական կանոններին, կարդալ գրքեր, համապատասխան ֆիլմեր, տեսանյութեր դիտել եւ լինել մեդիագրագետ քաղաքացիներ, այնպես որ ելի քաղաքացիներ հենց հիմա կարող եք մտնել եւ ուսումնասիրել այդ նյութերը եւ պարոն Մկրտչյան ամփոփելով մեր զրույցը, ինչ հիմնական այսպես ուշադրություն գրավող եւ կիբերհանցագործությունների ալիք կա այսպայն հանրապետությունում 5G թարմացում, ճանապարհային ոստիկանությունից ուղարկվող նամակներ եւ նման օրինակ խաղարկություններ նաեւ ինչ հիմնական պատկեր ունեն եւ ինչից պիտի զգուշանանք այս փուլում։ Թերևս մի քանի հանցատեսակ ասեմ, որ մեր քաղաքացիներին կհորդորեմ հատկապես ուշադրություն դարձնել։ Առաջինը դա ներդրումային խարդախություններն են։ Մեր քաղաքացիները հենց սոցիալական կայքերի միջոցով տարբեր հաղորդագրություններ են կարդում, որ նրանց առաջարկում են 200, 300, 400%-ով եկամտաբերություն։ Այդ արդեն մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ ազդակ է։ Չի կարող այնպես լինել, որ քաղաքացին ոչինչ չանի ու եկամուտ ունենա, այսինքն նմանատիպ հայտարարությունները պետք է մերժել, ուշադրություն չդարձնել։ Այսինքն քաղաքացին պետք է իրեն հարցնի, ինչի համար եմ ես գումարը տալիս եւ ինչի համար նրանք ինձ պետք է հավերյալ գումար տան դրա դիմաց։ Այսինքն միայն գումար տալով նա չի կարող իր պայմանական 100,000 դրամը մեկ շաբաթվա ընթացքում դարձնի 600,000 դրամ։ Երկրորդ կարևոր բանը հենց այդ 5G ցանցի թարմացումն է, որը որ ցավոք սրտի շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում, հիմնականում առավել տարեց քաղաքացիների շրջանում, այստեղ մեր երիտասարդներին կհորդորեն, որ իրենց ծնողների, տատիկների, պապիկների եւ իրենց ազգականների շրջանում առավել տարեց մարդկանց հետ զրուցելիս այդ խնդրի մասին անդրադառնան, ասեն, որ օրինակ բջջային օպերատորից եթե զանգահարեն, ասեն ծրագիր գցի քո հեռախոսում, որ քո կապը լավանա, թող մերժի այդ հեռախոսազանգերը։ Ընդ որում կրկին այդ հեռախոսազանգերը իրականացվում են ռուսերեն լեզվով, բայց չեն բացառում, որ հնարավոր է լինի հայերեն լեզվով, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի իրենց ծնողներին, տարեց իրենց ընկերական շրջապատում գտնվող ավելի տարեց մարդկանց, ովքեր որ շատ օրինակ հեռուստադիտություն չեն դիտում, այդ խնդիրների մասին տեղեկացնեն։ Դա եւս կօգնի մեր հասարակությանը։ Իրապահ մարմինների անունից կամ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների անունից տարածվող հաղորդագրությունները, որոնք որ պահանջում են անձնական տվյալներ տրամադրել, մուտքագրել, բանկային քարտի թվեր ուզել, այդ հաղորդագրությունները կրկին պետք է կատեգորիկ կերպով մերժել, եթե դա չեն ստացվել օրինակ պաշտոնական կայքերից։ Եթե անձը ստանում է հաղորդագրություն, որ պետք է շտապ մուծի իր չգիտեմ, խախտումը, ճանապարհային երթևեկության խախտումը թույլ տվել պետք է ակտը վճարի, նա կարող է հանգիստ ստուգել է տեղեկատվության իսկությունը։ Պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել, ինչ-որ վճարումներ կատարել կամ պետական մարմնի անունից կարող են զանգահարել, գումար պահանջել։ Դա պետական մարմինը դա արդեն հանցագործություն է, քաղաքացուց գումար պահանջելը։ Այդ պարագայում եւս պետք է մեր քաղաքացիները դադարեցնեն նմանատիպ հեռախոսազանգերը։ Շատ են դեպքերը բանկերի անունից կարող են զանգարել մեր քաղաքացիներին եւ բանկային քարտի ամբողջական թվերը ուզել։ Ընդհուպ մինչև SMS-ի միջոցով մեկանգամյա կոդ ուզել, այստեղ էլ մեր քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ նմանատիպ տեղեկատվությունը հեռախոսով չպետք է տրամադրել եւ ոչ մի անձի։ Անկամ եթե դա բանկից է զանգել, բանկի աշխատակից է, բայց բանկը նմանատիպ քայլեր չի կատարում, դա նույնն է, երբ քաղաքացուն անծանոթ որևէ մեկը ասի տան բանալին տուր, դրամապանակը տուր, բայց այդ ում որ տալիս է դեմքը չտեսնի։ Այսինքն ֆինանսական գործարքների մասով, բանկային քարտերի հետ կապված, զգայուն տվյալներ, անձնագրային տվյալներ ամբողջական, լուսանկար եւ այլն, այդ տվյալները երբ որ ուզում են քաղաքացուց, դա պետք է լինի ազդակ, տեղեկատվությունը ճշտել։ Եթե տեսնում եք հարթակ, որը որ ձեզ առաջարկում է ֆինանսական ներդրում
կատարել, եկամուտ ունենալ, ներքին գործերի նախարարությունում հատուկ դրա համար մեր վարչությունում ստեղծված է թեժ գիծ։ Թեժ գծին զանգահարելով հնարավորություն կունենա քաղաքացին հասկանալ այդ հարթակը հանցավոր ծագում ունեցող հարթակ է, թե նորմալ հարթակ է։ Այսինքն այս առումով եւս քաղաքացիները կարող են իրենց ապահովագրել հանցագործության զոհ դառնալու։ Պարոն Մկրտչյան, շնորհակալություն խորհուրդների եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ սիրելի քաղաքացիներ, զրուցում ենք կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության մասին, որը բոլորիս պատասխանատվության շրջանակում է եւ պիտի յուրաքանչյուրս մեր չափով, մեր դերակատարմամբ կարողանանք Հայաստանում ձևավորել տեղեկատվական դիմակայուն միջավայր եւ այս առումով պիտի նաև խորհուրդ տամ լինել զգոն տեղեկատվության ստացման պարագայում ստուգել տեղեկատվությունը, եթե այն կասկածելի է, էմոցիոնալ է եւ պարունակում է որոշակի անձնական տվյալների պահանջ եւ եղեք զգոն, եղեք իրազեկված, ով իրազեկված է, նա պաշտպանված է, շնորհակալություն, կհանդիպենք։